Տիկին Վարդանյան, մենք հիշում ենք, որ դուք այն քպականներից եք եղել, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ գրեթե ամեն պատարագի մասնակցել եք։ Այս վերջի շրջանում նա կարծես այլևս չի հայտարարում, թե որ եկեղեցի որտեղ է մասնակցել պատարագին։ Դուք շարունակում եք ամեն կիրակի գնալ պատարագների։ Իհարկե շարունակում եմ գնալ, բացառությունը այս կիրակի էր, որտեղ զբաղված էի, բայց երկու պատարագ է եղել, որ չեմ մասնակցել, մնացած բոլոր պատարագներին մասնակցել։ Եվ ենթադրում եմ, որ նաև այդ օրերին, որտեղ դուք միայնակ, չգիտեմ, կամ ձեր ընտանիքով մասնակցում եք, հնչում է վեհափառի անունը։ Դուք պատրաստ եք այդպիսի իրավիճակում մասնակցել, որովհետև նախկինում, երբ Փաշինյանն էր գնում, նախորդ հրահանգվում էր վեհափառի անունը չհնչեցնել։ Մեկ անգամ է վեհափառի անունը չէ, ընդհանրապես չի հնչում, եւ ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ես այդ անձին որպես վեհափառ, որպես կաթողիկոս չեմ ընդունում, ինձ համար խնդիր է առհասարակ, որ բոլոր եկեղեցիների նրա անունը հնչում է, կրկնակի անգամ խնդիր է, երբ որ նա դեռ շարունակում է այդ աթոռը պահել։ Իսկ ներողություն, որ պատարագների եք մասնակցում, ոչ հոգևոր հայրերն են մատուցում այդ պատարագը Փաշինյանի միանձած։ Որ եկեղեցում եք եղել։ Ես ասեցի, որ գրեթե բոլոր եկեղեցիներին եղել եմ, պատարագները մատուցում են այն քահանաները, ովքեր որ միացել են, եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում, այսինքն նույնիսկ եթե դուք ակնարկում եք, որ կարգալույծ եղած քահանաները, կարծում եմ դա է ձեր ակնարկը, այստեղ հարց է ինձ մոտ առաջանում, կարգալույծ ով է արել, եթե արել է մի անձ, ով որ ի սկզբանե չէր կարող այդ աթոռին նստել, ի սկզբանե նա չէր կարող լինել կաթողիկոս։ Ես մի այլ բան եմ ուզում ձեզ ասել, համացանցում ամիսներ շարունակ շրջանառվում է մի կնոջ անուն, ով որ Կտրիչ Ներսիսյանի աղջիկն է։ Նա չի հերքել, այդ անձը չի հերքել, բոլորը շատ լավ գիտեք որտեղ է աշխատում, այդ անձը չի հերքել, որ ինքը առհասարակ ոչ մի կապ չունի, ինձ համար շատ հետաքրքիր է, թե դուք ինչի չեք գնում եւ այդ որպես լրագրողներ նրա հետ զրուցում եւ պարզաբանում պահանջում, արդյոք նա հանդիսանում է Կտրիչ Ներսիսյանի դուստրը, թե ոչ։ Դուք կասկածում եք դուք։ Ես վստահ եմ, որովհետեւ եթե մարդուն մի բանի մեջ են մեղադրում կամ ասում, որի հետ նա կապ չունի, նա իհարկե կարող է դա մամլոասումից էլ կազմակերպել, որտեղ դա լուրջ մեղադրանք է կամ լուրջ մեղադրանք է։ Բարձրաստիճան հոգևորականները հերքել են Տիկին Վարդանյան։ Բայց դուք էլ փաստեր չեք կաթողիկոսը, այդ անձը, որ կաթողիկոսի աթոռն է զբաղեցնում, նա չի հերքել։ Նա հերքել է, որ դուստր չունի։ Չի անդրադառնում։ Չէ, հաստատ է Տիկին Վարդանյան։ Դա ենթադրում ոչ հաստատել է, ոչ հերքել, ենթադրում եք, որ այդպես է դուք։ Ես եւ ենթադրում եմ եւ վստահ եմ, քանի նման այդ անձը չի հերքել։ Տիկին Վարդանյան, բայց դուք էլ փաստեր չեք ներկայացնում։ Օրինակ այն ժամանակ ասում էի իշխանությունը ասում էր կգա ժամանակը խոսենք փաստերը, բա ո՞ր են այդ փաստերը։ Դե կգա ժամանակը խոսենք։ Դուք տեսնում եք կաթողիկ ես չեմ եւ ես իրավասու չեմ խոսել մի բանից, ինչը որ ես չեմ հայտնել։ Դուք տեսնում եք եկեղեցու դեմ կաթողիկոսի դեմ այս արշավից ետ քայլ է արել իշխանությունը, շարունակում եք։ Տեսնում եք այն, որ վերջի երկու պատարագներին Փաշինյանի ներկայությամբ վեհափառի անունը հնչել է, առաջվա նույն այսպես ոգևորությամբ քպականները իշխանությունը չեն քարկոսում վեհափառին։ Ես վստահ եմ, որ ամեն ինչի հունով գնում է եւ հասնելու է տրամաբանական ավարտին։ Այսինքն մարդիկ, ովքեր որ զավթել են հայ առաքելական եկեղեցին եւ ընդհանրապես իրավունք չունեն ի սկզբանե այդ աթոռին նստել, ինքը պետք է ազատի հեռանալ։ Տիկին Վարդանյան, առաջիկա մտրություններ են, դուք ԿՊԻ ցուցակում լինելու եք։ Չէ, ես չկամ ԿՊԻ ցուցակում, որտեղ ես ինձ տեսնում եմ այստեղ։ Ձեզ առաջարկել են Ես իմ թեկնածությունը դրել եմ, բայց մենք եկել ենք այն համատեղ այն կարծիքի, որ շատ ավելի լավ է, որ ես լինեմ Երևանում, Երևան
Երևանու ավականու անդամ շարունակեմ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Նիկոլ Փաշինյանը այդպես որոշեց։ Ընդհանուր մեր թիմը։ Եվ Տիկին Վարդանյան վերջի շրջանում այսպես սոցցանցերում շատ աղմուկ առաջացրեց Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը։ Դուք օրինակ հարցում եք արել կոլեգաներից մեկը մի քաղաքացի, ով ձեր իշխանության մորի երկրպագուն էր, ասել էր շատ է ուզում, երազում, որ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը միանան, նույնիսկ խնդրում աղերսում էր։ Դուք ինչ կարծիք ունեք այս բաժանության մասին եւ դες համար ցավոտ է դա լսելը։ Իմ կարծիքը միանշանակ հետեւյալն է, որ դա շատ նեղ ընտանեկան խնդիր է։ Իհարկե ցանկացած բաժանություն ցավոտ է, բայց դա նեղ ընտանեկան խնդիր է, որը ինձ ընդհանրապես չի վերաբերվում, ընդհանրապես ես այն մարդը չեմ, որ պիտի ինչ-որ կարծիք արտահայտեմ, դա իրենց ընտանեկան